Ելենա Արշակյանի «Մարիա» սերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Նկարահանման հրապարակում մեծ ջերմ ու ընկերական մթնոլորտ է, չնայած այն բանին, որ հեռուստասերիալում իրավիճակն էլ ավելի է լարվում։ «Մարիա» հեռուստասերիալը Ելենա Արշակյանի հերթական բովանդակալից ու զգացմունքային դրաման է, որն արդեն երկար ժամանակ է գրավում է հայ հեռուստադիտողների ուշադրությունը։ Սերիալը ոչ միայն ռոմանտիկ ու ընտանեկան պատմություն է, այլև խորապես ներթափանցում է մարդկային հոգեբանության ու փոխհարաբերությունների բարդ շերտերի մեջ։ Պատմության կենտրոնում է Մարիան, ով փորձում է հաղթահարել կյանքում իրեն բաժին հասած դժվարությունները։ Նրա սիրո պատմությունը Դավիթի հետ վերածվում է պայքարի, հանուն սիրո, վստահության և ընդունման։ Մինչ նրանք շարունակում են բախվել միմյանց ներքին ցավերին և արտաքին խոչընդոտներին, այդ ամենից օգտվում է Ռաֆն իր խորամանկ և վտանգավոր քայլերով։ Սյուժեն շուտով էլ ավելի կբարդանա, երբ Մարիան հայտնաբերի իր կենսաբանական ծնողներին և պարզի, որ Ռուբենն իր կենսաբանական հայրն է, բայց այդ բացահայտումը ոչ միայն սեր և ջերմություն չի բերի, այլ նոր հոգեբանական բախումներ։ Հեռուստասերիալի մյուս հերոսները ևս յուրահատուկ պատմություններ ունեն։ Աբուլը, ով փորձում է վերաիմաստավորել իր անցյալն ու տեղը նոր ընտանիքում, Նոնան, պայքարող կին, որ դեռ տառապում է սիրո կորստից, և Ալան, Ռաֆի մայրն, ով թաքուն շահերի համար խառնվում է մոդուլի ճակատագրերից։ Այսօր Արմենիայում եմ։ Վերջի շրջանում ելել եմ բավականին հոգնած օրեր։ Ու չեմ կարողանում ոչ մի բան ասել, կրում եմ դիրքը կորդ։ Նորից բարև ձեզ։ Ես շշուկով եմ խոսում, որովհետև նկարահանում աներսում, բայց նես լավ եղանակը, նես լավ օրև, հետազեք ինձ սիրում նա, то есть սենց երևա, բայց շատ սիրում տեսարան աստեղից։ Время идет, а я в нем как Бенджамин Баттон. Сколько историй о тебе, мне придется рассказать, что таится в голове. Ես չգիտեմ դուք ինչ կարծիք եք, բայց ինձ այս ոճը մազերի սկսել է շատ դուր գալ, ժամանակին չէի սիրում, սիրում էի սենց փռած ուղակի, հիմա շատ է դուր գալիս ինձ այս ոճը։ Դուք ինչ կասեք, ինձ ավելի շատ սազում է թափած մազերով, թե սենց կապած։ Որտեղ ստորիան եմ։ Ասնեմ ընդեղ։ Անսպասելի զարգացումներ։ Այնտեղ շներ կլնեն։ Այնտեղ շներ։ Ինքը աշուշենիա, որ քաղաքից դուրս էր, արևը շատ ուժեղ է աշխատում, շատ էս փուկ ազարագույն։ Ապարատունես գնանք ֆոտոսեսիա անենք, ծոմն ուրա, մի կամերային նկարում, սաղ ստորի եմ անում ով։ Բեկալ ենք գնանք ֆոտոսեսիա ընթարնենք։ Եթե այդպես բան ենք անում, արա։ Քանի րոպե եմ ազատ։ 2 կհասցնենք։ Ողջույն բոլորին, այսօր ուզում եմ ձեզ հետ կիսվել մի շատ կարևոր բանով, իմ համար շատ կարևոր նորությամբ, մարտի 14-ին Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում վերջապես լինելու է մի շատ սիրուն ներկայացման պրեմիերա, որը ստեղծել են իմ ամենամտերիմ ընկերները, Հայկ Դարփինյան դերասան եւ ռեժիսորը Դավիթ Խալացյանն է։ Ես շատ սրտադրոփ եմ սպասում այդ ներկայացմանը ու վստահ եմ, որ պետք է անպայման դիտել, այնպես որ անպայման ձեռք բերեք տոմսերը ու եղեք այն մարդկանցից, ովքեր առաջինը կդիտեն ու կզգան այդ էմոցիաները։ Ես վստահ եմ, որ շատ լավ բան է սպասվում, որովհետև ընթացքից որոշ չափով տեղյակ էի բեմադրման ընթացքից ու գիտեմ, թե մոտավորապես ինչա լինելու այնտեղ, այնպես որ ձեռք բերեք տոմսերը։ Բարի լույս է սկսում ենք Արմենիա TV-ից, կարահանները շարունակվում են, ես փորձում եմ սորճ խմել, արթնանալ, մի 2 րոպե ազատ ունեմ, համուր բաներ են բերել մեր երեխեքը։
բոլորից լավ ու բարի օր։ Հերիքա ջղային դեմքով մանգաս։ Երեխեք ինչ եկել է, պատասխանում եմ միայն հեռախոսազանգերի, voice-երի ու ամբողջը գործնակ։ Այս մեկը գործնական չէ։ Էտո վա։ Ով է կյանքս։ Հեսակը միանանք մի րոպե։ Վահեն որոշել ենք նորմալա նորմալ չի թրենդը նկարենք զույգերի միջև։ Նորմալա, որ զույգը գնում է ռեստորան ու աշիվը փակում են 50-50։ Ոչ։ Ոչ։ Նորմալա, որ աղջիկը կարճ շորիկներ եւ կաներ շորտիկները հագնում։ Շատ։ Նորմալ է։ Նորմալա, որ զույգերի մեջ աղջիկը ավելի շատ գումար աշխատի։ Այո։ Նորմալ է։ Նորմալ է, որ տղան աղջիկան օգնի տան գործերի հարցում։ Այո։ Այո։ Նորմալ է, որ զույգը առանձին գնա հանգստի։ Ոչ։ Այո։